համարները։ Ինչ ունեք։ Մասից մենք քնան ունենք։ Արտարոց ոչ մի բան։ Վատ նորությունն ենք իհարկե։ Ուրեմն դատանը որոշեց իհարկե մի քանի տոկոս հույս ունենք, որ պաշտպանների բերած փաստարկներով ինչ-որ պատի վրա ճակ կա, բայց փաստորեն չկար։ Ուրեմն որոշել է սրբազանին պարլանավորել 2 ամիս ժամկետով, ընդ որում նաև սահմանափակել են շփումները բացառությամբ մերձավոր ազգականների եւ պաշտպանների։ Բացառությամբ իրենց մնացածի մասով շփումներն են սահմանափակել։ Մենք այս որոշումը 10 օրյա ժամկետ ենք ունենալու բողոքարկելու, երբ որ կստանանք ցե խաղացնենք ստացել, երբ որ կտան ամբողջական տարբերակը կբողոքարկենք։ Որտեղ է տեղափոխվելու այստեղից, որ քրեակատարող Արդեն տեղյակ ենթադրվում է Նախնական Նուբարաշեն, նախնական էսոսիկն։ Իսկ ինչու Նուբարաշեն։ Դե ուր կանում։ Իսկ ձեր դուր գալուց հետո ասացին, թե երբ կտեղափոխեն, որտեղ այստեղ մեքենաների շարժ դեռևս չի նկատվել։ Չէ, հիմա սպառում։ Ինչպես է գնահատում այս որոշումը, ինչքանով է այն իրավական։ Բացահայտ ապօրինի անհիմն։ Բացահայտ։ Իրավական խայտառակություն։ Վարչապետի գրառումները որքանով են ազդեցություն ունեցել այս որոշման կայացման վրա։ Ըստ էության 4 գրառում արեց վարչապետը դեռևս դատական նիստը չսկսված։ Ես կարծում եմ գրառումներով չեն ազդեցություն գործում։ Նաև վերախոսազանգերի կամ այլ միջոցներով կարող են ազդեցություն գործել, դե գրառումներով բոլորի վրա ազդեցություն գործում։ Միանշանակ դատավորը անկախ չէր, իրեն հայտնված բացարկները հիմնավոր էին, նա մերժեց եւ վստահ եմ, որ հենց այդ բացարկների հիմքերն առկա են։ Վաճառաբանական մասը չունեք, չէ՞ դեռևս։ Չէ, միայն բան ունենք, խաղացք ունենք։ Այսպես ասեմ, ինչպես արդեն նշել, հանցագործություն չկա։ Չկա այդ հանցագործություն կոչվածը չկա։ Այս վարույթը կավարտվի, դատականիստի ձայնագրությունը կհրապարակայնացնենք, այս իրավական խայտառակությունը դատավորի մասնագիտական եւ ոչ անկախ եւ ոչ պրոֆեսիոնալ վիճակը ցած ակնհայտ կլինի մասնագիտական խայտառակություն։ Բողոքարկվելու է։ Իսկ հետո արդեն որոշումը կլինի, որոշման բովանդակություն կխոսի։ Արքեպիսկոպոսը ինչ-որ բան ասաց այդ որոշումը լսելուց հետո։ Չէ, այսպես եմ ինքը Պատրաստ էր այդ որոշմանը։ Այսքան է, Ժորժան։ Ձեզ շնորհակալություն, այստեղ ամբողջ գիշեր այստեղ եք անցկացրել։ Շնորհակալություն ժողովրդության համար։ Լավ մնացեք, հաջողություն ձեզ։ Դուք Մասիս Մելքոնյանից այլ բան չեք էլ սպասում։ Բացարձակապես։ Իրեն հատուկ են այս գործը նկարագրել բոլորի մեջից, ինքը անզոր դատավոր է հարցում, բացարձակապես։